ցանկացած ղեկավար ընտրելիս կամ նշանակելիս հաշվի են առնում նրա մասնագիտական պատրաստվածությունը եւ ղեկավարելու հմտությունները, կազմակերպչական, տեղեկացված փորձ եւ այլն։ Մենք 18 թվականից սկսած 21-ին հատկապես սխալ ընտրություն արեցինք։ Ընտրեցինք մարդու, ով ոչ մի ղեկավարման փորձ չուներ, չհաշված որ դիվանագիտական աշխատանքի փորձ չուներ։ Եվ գիտեք էլի դիվանագետ կարող են աշխատել հազվադեպ մարդիկ, նույնիսկ բարձրագույն համապատասխան կրթությունը դեռևս ցուցիչ չէ եւ պայման չէ։ Բայց մենք ում տվեցինք մեր երկրի ղեկավարումը։ Մեկին, որը հայտնի էր դեռ այն ժամանակ շանտաժիստ, մանիպուլյատոր եւ այլն մականուններով։ Ես իրեն ճանաչում եմ ուսանողական տարիներից։ Ունեմ բոլոր իր հրատարակած թերթի համարները այսօր էլ։ Եվ ընթացքում համոզվեցի, որ այս մարդու մեջ կա ատելություն, չեմ հասկանում պատճառը, հայկականի հերոսականության, ընտանիքի, ամենայն լավի հանդեպ։ Եվ մենք այս 5 տարվա ընթացքում կորցրինք մեր արժանապատվությունը որպես ազգ, որպես պետություն, որպես միջազգային միավոր։ Մենք շատ կորուստներ ունեցանք, կորցրինք Արցախը, այնպես հեշտ մատուցեցին սկուտեղի վրա, կարծես իրենց հոր տնից էին բերել, կամ հավիճ ուտեր, էլի, բռնեցին ու շպրտեցին։ Եվ այսօր որպես հայ, ինչպես ենք զգում մեզ, ինչ ապրումներ ունենք, ես չեմ կարողանում առանց հուզվելու խոսել Արցախի մասին։ Եվ ինձ համար անհասկանալի էր մեր ժողովրդի վերաբերմունքը այն հարցին, երբ այսպես կոչված առաջին տիկինը իբրև հայտարարեց դեռ պատերազմից առաջ, փամփուշտներից պատրաստեց խաչ եւ հայտարարեց, որ այդ զինվորները զոհվել են հանուն ոչնչի եւ նրանք իրենց թայֆաններեցեք բառիս համար ամեն ինչ արեցին, որ այս հայտարարությունը ճիշտ լինի։ Եվ այսօր այն հողը, որ ներկված է մեր զավակների արյունով, արդեն մերը չէ։ Այսինքն այդ արյունը հեղվել է հանուն ոչնչի։ Ոչ թե այս 30 տարվա ընթացքում, այլ հազարավոր տարիների ընթացքում, որ մարդիկ ատամներով այդ հողը հայ են պահել։ Եվ այսօր մեր այսպես կոչված վարչապետը հայտարարում է, որ Արցախը երբեք հային չի եղել։ Ես ուզում եմ հարց տալ իրեն. Ձեր դպրոցում պատմություն են անցել, դու պատմություն ես սովորել, այդ որ գրքում ես կարդացել այդ հայտարարությունը, թե Զիա Բունյաթովի գրքերով ես առաջնորդվել, որը նույնիսկ սովետական տարիներին ամեն ինչ անում էր, որ Ադրբեջանը որպես ազգ գիտակցվի ու ընդունվի։ Ով չգիտի։ Եվ ես գիտեք ինչից եմ վախենում, որ այս ամենը սեփականացնելուց հետո արևմտյան Ադրբեջան ասեն հայ գոյություն չի ունեցել, այդ ինչ որ սարքել ենք մենք մեր հին անունը հայ էր, ու մենք գնում ենք այսօր դրան։ Ես զարմանում եմ միայն այն մարդկանց վրա, ովքեր բարձրագույն կրթություն ունեն ու պաշտպանում են սրանց։ Ես Ռոբերտ Քոչարյանի վստահված անձն եմ եղել առաջին ընտրության ժամանակ։ Այս նույն հարթակում իր բոլոր ընտրություններին ելույթ եմ ունեցել։ Ու ես հետաքրքրվել եմ արցախցի իմ ընկերներից, թե ով է նա, դեռ ինքը Արցախի նախագահն էր։ Եվ այս ընթացքում համոզվել եմ, որ ազնիվ մարդ է, ուժեղ է, կարողանում է իր խոսքը կատարել, պատասխանատու է, եւ գիտեք, ամեն մեկը չի կարող դիմանալ այս ամեն կորուստներին, ինքը հայրենիք է կորցրել, գերեզման է կորցրել, բայց դուք տեսնում եք իր ինքնատիրապետումը, տեսել եք իրենից մի վատ բառ, մի հայոյանք, մի ինքնատիրապետման կորուստ, չեք տեսել, ուժեղ է նա, իսկ մեզ այսօր, այս փոթորկուն օրերին, երբ աշխարհը պատերազմների կրակների մեջ է, մեզ ինչպիսի առաջնորդ է պետք, Նիկոլի նման,
ճղճղան, գորգորացող, ուտող, ուտելել կա, ուտելել եղբայրով է ասում, որ ամբողջ մարդկություն աշխատում է ուտելու համար, բայց ով է այդպես ուտում, մեր ժողովուրդը ինչպիսի ղեկավար է տեսնում, որն է մեր ժողովրդի իդեալը, կիրթ, բարեկիրթ, ըմբռնող, հասկացող, գնահատող և աշխատող, դուք աշխատանքային մի պահ հիշում եք այս մարդուց, որ ինքը ինչ-որ կարևոր խորհրդակցություն է անում ու մի կարևոր որոշում է կայացրել, վերջին կարևոր որոշումը գիտեք որն էր, ասաց ես ձեր բիբարների փողը կտամ, որտեղից, հորդ տնից ես բերելու այդ գումարները, որտեղից, ու մեզ ձեռ առնում, ասում է մենք արդեն ուղարկել ենք Եվրոպա, հա, ոնց, որ ճանապարհով, կարող եք ասել, լարցը փակ է, Բաթումիով, նավով, ուր պիտի գնան, վարդերն ուղարկում ես Բրյուսել, հա, ձեռ ես առնում մեզ, ու բոլոր հասկացող մարդիկ պիտի, ովքեր գրագետ են, ովքեր սիրում են ես մի կտոր հողը, նրանք պիտի ընտրեն Ռոբերտ Քոչարյանին։ Առաջին հերթին կիրականացվի Արևմտյան Ադրբեջան ծրագիրը։ Ես 300,000 թիվը չեմ ասում, որովհետև կարևոր չի 300 թե 3000։ Այլ կարևորն այն է, որ այսօր էլ այստեղ ադրբեջանցիներ կան, որոնք զբաղվում են լրտեսական աշխատանքով։ Ես պատերազմից հետո եմ հանդիպել այստեղ ադրբեջանցիների, մինչև պատերազմն էլ։ Ես շատ եմ շփվել իրանց հետ, ես հրազդանցի եմ, իսկ հրազդանում գյուղեր են եղել ադրբեջանական։ Ես շրջել եմ, միայն Բաքվում չեմ եղել, ամբողջ Ադրբեջանը ես այն սովետի ժամանակման եմ եկել։ Ճանաչում եմ իրենց, դեմքով էլ գիտեմ։ Ես գիտեմ, որ նրանց մասին ժողովուրդն ասել է Թուրքի հետ բարեկամացիր, բայց դանակդ մոտդ պահիր։ Իսկ եթե մարդը նրա հերոսը քնածին սպանողն է, մորթողն է, այդ ազգի հերոսը, ոնց ես նրա հետ ապրելու, ինչպես, ես չգիտեմ, ես ուղղակի ասում եմ նորից չեմ հասկանում գրագետ մարդկանց, ունեմ ընկերներ, բժիշկներ, ուսուցիչներ, ես ինքս ուսուցիչ եմ, գիտնականներ, բայց չեմ հասկանում, որովհետև սա նշանակում է Հայաստանի կորուստ, բառացի Հայաստան պետության կորուստ։ Այդ վտանգը կկանխվի միայն հունիսի 7-ին, ընտրելով համար 17-ին։ Եվ մի բան, մենք հայ ենք, մեր լեզուն հայերենն է, մեր երկիրը Հայաստանն է, մեր առաջին ուսուցիչը Մեսրոպ Մաշտոցն է, մենք հայ քրիստոնյա ենք, և այս բառերով ենք մենք միասին դառնում, ու այս բառերով պիտի միանանք ու ասենք, միասին կարող ենք, նա ով հայ է, ում համար այս երկիրը իր հայրենիքն է, ում համար իր հավատը հայ առաքելական եկեղեցին է, ում համար իր առաջին ուսուցիչը Մեսրոպ Մաշտոցն է, նա չի կարող այլ ընտրություն կատարել, միասին մենք կարող ենք, հայերս, բոլորս, և ասեմ, վախենալ պետք չէ, միայն մի բանից պիտի վախենալ, որ բռնեն, բանտերում տեղ չկա, մեզ որտեղ են պահելու, ինձ օրինակ այդ հարցը շատ է հետաքրքրում, հասկանում եք, բանտերում տեղ չկա, և սա կոչվում է ժողովրդավարություն, գիտեք, մի քիչ երկար է ստացվում խոսքը կկրճատեք, եթե պետք լինի, ասեմ, որ մեր եվրոպական ընտրությունը ինքը չի որոշել, Մովսես Խորենացին է որոշել, որը գնաց եվրոպական կրթություն ստացավ և երբ Իտալիա Հռոմից վերադարձավ Հայաստան, նա հենց եվրոպական արժեքների կրողն էր։ Նրան երկար ժամանակ տեղ չտվեցին, որտեղ իշխանությունում պարսկական ուղղության հետևողներն էին։ Եվ Մովսես Խորենացուց սկսած մեր ժողովուրդը իր կեցվածքով, իր ապրելակերպով, իր հայացքներով, իր մենթալիտետով եվրոպական է։ Եվրոպական այսպիսի երկիր չկա։ Մենք եվրոպական շատ երկրներից առաջ ենք, գնացեք
կենտրոնական Եվրոպայի երկրները կտեսնեք ինչ է տեղի ունենում այնտեղ։ Եվ հիմա մեզ ասել, որ տանում եք Եվրոպա ինչով, ինչ արժեքների համար, այն որ նորեն ստեղծվել, դրանք մեզ պետք չեն, մենք եվրոպացի ենք, եվրոպացիներից շատ։